James Apero. Nicole Verstappen. Nicole Verstappen. Nicole Verstappen. Arbitratın hamayı korkurum mesela. Doğru pası kestim çekmeyi. Başkanın havasını liderge favoritçi. Ne yanlış? Dağıtlama var. Sırf kanunluk da boşu mu? Ha. Bari. Ժորդ բարևի տակ ոնց եք կանգնելու այդքան։ Հա։ Բայց կարայք հովին կանգնեիք, դե էլի պիկապը որ թարս դրած լիներ, ավելի ճիշտ կլիներ, էլի ժողովուրդը դե կկանգներ հովին, ես էլ, հա։ Դե ոնց է նորմալ։ Չէ, էլի, բայց այդ բանն է, էլի, այդ փիլիսոփայության, այդ որ ասում են, որ անդադ պետք է տանջվենք, տառապենք, էսան, բա եթե կարելի է հովին կանգնել, ինչի գնանք արևին, չէ, որ չէ, մենք պետք է բան անենք։ Չենք կարող ավտոն հետ պտտենք ավտոն։ Չէ, ուղիղ 170 աստիճան մեքենան պտտում։ Բարձրախոսը թե չի միացավ։ Ժոր դուք կարաք այգու մեջ գնաք, այգու մեջ, մեգաֆոն մի հատ տվեք։ Ժոր այգու մեջ կա։ Անի երկայնքով կան։ Իմ տղան է։ Հա, իմացա, լավ ես։ Որտե՞ս ես ապրում։ Ստե է զամերտուն, հեսա ելույթը բարձի գնալու ենք մեր տուն։ Չէ, եղբայր, չեմ կա, ժամանակ է խնդրում։ Ժամանակ չկա։ Տենց էլի եկեք։ Հա, կամ էլ մի քիչ սենց։ Քարտես կտա։ Քարտես դու։ Տուր։ Երեխեք ջան, մեքենան հետ է կալվի։ Թողա, հələ տուր։ Մեկ։ Ժոր կարող է այգու մեջ կանգնեք, էլի լրիվ ծառեր են, այնտեղ ընդհանրապես հով կլինի։ Գնացեք այգու մեջ կանգնեք։ Երեխեք ջան, Ամեն դեպքում լավ է։ Աստիճանները դնեք ես բարձանում։ Էլի մի կա մարդիկ կան, չէ մենք այդ պետք է կանգնի, չէ որ չէ, ժորդ հովին կանգնեք։ Եկեք ես կողմ, իսկական, եկեք ես կողմ այգում կանգնեք, ինչ եք բանանում։ Ես
Պարզ տեխնիկական հարց չի մենակ, ստեղ քաղաքական հայեցակարգի հարցել կա, ես ուրիշ տեղի դրա մասին խոսում եմ, չէ, որ ասում են, հա, այսօր պետք է տառապենք, որ վաղը լավ լինի, չէ, այսօր թող լավ լինի, ինչի, տենց անդադ այսօր տառապենք, որ վաղը լավ լինի, վաղն էլ վաղվա այսօրն է։ Եվ ուրեմն, Արզնի սիրելի բնակիչներ, Հայաստանի ասորական եւ եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորի։ Շնորհակալ եմ, որ հավաքվել եք, շնորհակալ եմ եւ ուզում եմ հատկապես այս համատեքստում ասել այն, ինչ որ վերջերս մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։ Մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որը մենք պետք է հաշվի առնենք։ Այո, հայերը, եզդիները, ասորիները տարբեր ազգությունների եւ տարբեր դավանանքի տեր ժողովուրդ են, ազգեր են, բայց մենք նույն ժողովուրդն ենք։ Մենք նույն ժողովուրդն ենք, որովհետեւ ժողովուրդը պետության սահմանադիրն է։ Հայաստանի սահմանադրությունն ասում է Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը քաղաքացին է, ժողովուրդը ընտրական իրավունք ունեցող մարդիկ են եւ հետեւաբար այստեղ մենք հավաքված ենք տարբեր ազգությունների, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, բայց մենք միևնույն ժողովուրդն ենք, միևնույն ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, եւ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդի հանդիպումա, ինչի համար եւ շատ ուրախ եմ։ Ողջունում եմ բոլորիդ, դուք էլ ողջունեք, մեկը մյուսին։ Ժորժ ջան, վերջին տարիներին 2020 թվականից հետո հատկապես իմ հասեին բազմաթիվ անգամ մեղադրանքներ են եղել եւ մեղադրանքների հեղինակը գիտեք ովքեր են եղել, ես չեմ հիշատակ իրանց, որ ասել են, որ ես քանդել եմ բանակը, որ հզոր բանակ ունենալով մենք բան ենք արել, պարտվել ենք պատերազմը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես նախկինում ինչքան հիշում եմ, նոր գործընկերներն էլ էի հարցնում, իրանք էլ չհիշեցին, չեմ անդրադարձել այդ թեմային, շրջանցել եմ այդ թեման, մի քանի պատճառներով։ Պատճառներից ամենաառանցքայինը եղել է այն, որ եղել են պրոցեսներ, որոնց մասին ես չեմ ուզեցել խոսեմ, որովհետև դրանք գաղտնիության որոշակի տարր են ունեցել, եւ ես չեմ ուզեցել անդրադառնամ կիսատ, իսկ եթե կիսատ անդրադառնայի կամ ամբողջական անդրադառնալ չէի կարող այդ գաղտնի նրբությունների պատճառով։ Հիմա եկել է ժամանակը, որ ես այդ թեմային ամբողջական անդրադառնամ։ Ինչով է եկել ժամանակը։ Ժամանակը եկել է նրանով, որ վաղը չէ մյուս օրը Հայաստանի Հանրապետության հրապարակում, Երևան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես, իմ վարչապետության օրոք առաջին զորահանդեսը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չենք ցանկացել, ընդհանրապես մեր մտքում չի եղել զորահանդես իրականացնել, մանավանդ խաղաղությունից առաջ զորահանդես իրականացնելու նպատակահարմարությունը չենք տեսել, մտածելով, որ դա կարա նաև սխալ մեկնաբանվի մեր քաղաքականությունների վերաբերյալ, որովհետև մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել եւ խաղաղության օրակարգի պայմաններում զորահանդես անել, այսպես ասած մկաններ ցույց տալ, դա կարա սխալ քաղաքական հետևանքներ բերի։ Բայց երկար ժամանակ մեր ընդդիմությունը մեզ մեղադրում էր բանակը քանդելու մեջ։ Եվ մենք սուս ու փուս չենք արձագանքում դրան։ Եվ երկրորդ հանգամանքը, որ ի վերջո 2025 թվականի օգոստոսի 8-ը տեղի ունեցավ, եւ վերլուծելով իրավիճակը մենք հասկացանք, որ մենք պետք է մեր ժողովրդի առաջ հաշվետվություն տանք։ Լավ, ի վերջո, եւ ընդ որում այդ հաշվետվությունը պետք է տանք ապացուցելի։ Սկզբից, եթե հիշում եք, ես նախաձեռնություն ցուցաբերեցի, ասի մարդիկ թող գրանցվեն էլեկտրոնային փոստով եւ մենք կուղեկցենք իրանց ցույց կտանք
սպառազինության եւ ամրաշինական աշխատանքներ եւ ես անձամբ երևի 4-5 խմբի հետ եկել եմ այդ թվում Արզնիում ներկայացրել եմ մարդկանց թե այս ընթացքում ինչա տեղի ունեցել նաեւ գնացել ենք տարբեր ամրացված շրջաններ մարդկանց ներկայացրել եմ մտավորականությունների ներկայացուցիչներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ ճիշտն ասած նաեւ այդ մարդկանց ռեակցիան է մեզ ստիպել որ մենք պետքա ավելի լայն ներկայացում անենք որովհետեւ նախ հերթագրված մարդկանց թիվը այդքան մեծ էր որ եթե տենց ասենք լավ 2 ավտոբուս 3 ավտոբուս լավ 100 հոգանոց խմբերով այդքան որ շարունակեինք տարիներ կտևեր միջև այսինքն չէինք էլ կարող Հայաստանի բնակչության ներկայացնենք բայց նաև այդ հանդիպումների մասնակիցները մեզ ասում էին դուք պարտավոր եք ձև գտնել եւ ժողովրդին իրազեկել թե ինչա տեղի ունեցել եւ ինչա տեղի ունենում եւ ես հիմա էլի ուզում եմ այսօրը տենց նաև պատճառն է որ այսօր առավոտը զորահանդեսի գլխավոր փորձն է տեղի ունեցել հանրապետության հրապարակում եւ այսօր իմ տրամադրությունը ամբողջությամբ ես կենտրոնացած եմ այդ թեմայի վրա եւ բոլոր տեղերը բերում եմ մի օրինակ եւ ուզում եմ այդ օրինակն էլ բերեմ հա մի դեպք էլ կա որը շատ ազդեց բանի զորահանդեսի սցենարի վրա որովհետեւ ի սկզբանե մեր զորահանդեսի սցենարն էր որ սպառազինությունը զորքը հանրապետության հրապարակով պետքա դուրս գա եւ հեռանա գնա բայց Էրեբունի վարչական շրջանում Երևանի մի քաղաքացու հետ երբ որ խոսակցության բռնվեցինք եւ ինքը էլի խոսում էր որ բանակը քայքայվեց էս եղավ են աղա բանակ չկա բանակ չունենք ես ասացի գիտեք ինչ զորահանդես առնելու կգաք եւ կտեսնեք թե ինչա տեղի ունեցել ինքն էլ սենց մի հատ ռեակցիա տվեց ասեց հա գիտեմ ինչ եք անելու հեսա բերելու եք բաները մուլյաժները մակետները կամերաների դեմերը վազացնեք տանեք ոչ մեկ էլ գլխի չի ընկնի այդ ինչա դրանից հետո ես որոշում կայացրեցի որ սպառազինությունը հանրապետության հրապարակում անցնելուց հետո պետքա ոչ թե հեռանալ պետքա մնա Տիգրան Մեծի պողոտայում մինչև այդ օրը ժամը կեսգիշերից հետո չենք կարող պահել որովհետև հաջորդ օրը աշխատանքային օր է եւ քաղաքը ուղղակի կաթվածահար կլինի չնայած ես տեսել եմ որ արդեն ընդդիմությունը գիտեք ինչ ասում զորք է բերում քաղաք որ բան անի, չգիտեմ ինչ անի, հետընտրական պրոցեսի մասին են խոսում։ Հայաստանում չի կարա լինի հետընտրական պրոցես։ Գիտեք ինչի, որտեղ հետընտրական պրոցես լինում է այնտեղ, որտեղ ընտրություններ են կեղծում, որտեղ ընտրություններ չեն կեղծում, իբնե չի կարող լինել հետընտրական պրոցես։ Իսկ Հայաստանում ընտրություններ չեն կեղծում։ Եթե ընտրություններ կեղծելու փորձանող կա, այդ ընդդիմությունն է, որը ընտրակաշառքներ է բաժանում եւ համատարած ձերբակալվում են։ Ես հիմա հասկանում եմ, որ իրանց հաշվարկը հիմա ուրիշ բան է։ Իրանք որոշել են համատարած ընտրակաշառք բաժանելու փորձ անեն, ինչքան կբռնվեն, ինչքան էլ չեն բռնվել, էլի քյարա։ Բայց ես հույս ունեմ, որ մեր իրապահ մարմինները կշարունակեն արդյունավետ գործել։ Ես առաջարկում եմ ծափահարել են մարմիններին, ովքեր ջարդում են ընտրակաշառքների շղթաները, Իսկ բանակի հետ կապված մի շատ ամենապատկերավոր օրինակը հետևյալն է։ Մեր 91 թվականից ի վեր մեր բանակի ամենահզոր հրետանին եղել է D30 հրանոթը, D30 պուշկան։ Ուրեմն D30 հրանոթը եղել է մեր բանակի հրետանու ողնաշարը։ Առաջին անգամ Հայաստանի բանակը գործարանային արտադրության D30 ստացել է 2023 թվականին։ Այսինքն 2023 թվականը առաջին տարին է, երբ որ D30 հրանոթ գործարանում արտադրվել է եւ առանց ուրիշների կողմից օգտագործելու, ուրիշի ձեռքով անցնելու եկել հասել է Հայաստանի բանակին։ 2023 թվականից առաջ եւ բնականաբար 2018 թվի դրությամբ մեր ամբողջ հրետանին եւ մեր զենք սպառազինության 70%-ը ոչ միայն նախկինում բազմիցս ուրիշների կողմից օգտագործված է եղել, այլև օգտագործելիության բոլոր ռեսուրսները սպառելու եզրին է եղել։ Դա անվանում են նիկանդիցիոննի զենք, այսինքն այդ զենք, որ ըստ էության համարյա պիտանի չի։ Այսպիսի բանակ եմ ես ժառանգություն ստացել նախկիններից։
Եվ նրանք խոսում են դեռ բանակը քանդելու մասին։ Հնարավոր չէր քանդել այն, ինչ որ ավերված վիճակում էր։ Եվ սա է իրողությունը։ Եվ գիտեք, ես ձեզ դա պետքա չասեմ, որովհետև այն մարդիկ, ովքեր ծառայել են բանակում, շարքային որպես զորակոչիկ, նրանք այդ ամեն ինչը գիտեն, եւ այդ ամեն ինչը տեսել են։ Եվ ուրիշ բան ասեմ, վաղը չեմ ուսորը մենք ցուցադրելու ենք նաև այդ նոր ձեռքբերված յուղը վրեն գործարանային արտադրության D30-ը, այսինքն դա նույն D30-ն է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դուք տեսեք D30-ը մեր նախկին ամենահզոր հրետանային միջոցը մենակ չափերով, մենակ աչքաչափով ուղղակի կհամեմատեք D30-ը մեր այսօրվա ունեցած հրետանիների հետ եւ դուք կտեսնեք թե ինչ է նշանակում բանակ ունենալ եւ բանակ չունենալ եւ ես համոզված եմ որ Հայաստանի քաղաքացիները հպարտություն են զգալու այդ բանակի համար որովհետեւ այնտեղ զորահանդեսին դուք չեք տեսնելու ուրիշի կողմից օգտագործված զենքեր ամբողջ զենքերը լրիվ նորեն գործարանային արտադրության արտադրված են Հայաստանի Հանրապետության համար գործարանից մատակարարվել է ուղիղ Հայաստանի Հանրապետությանը եւ սա ոչ թե պատահականություն է, սա քաղաքականություն է, ինչպես մենք թույլ չենք տալիս մեր նորակառույց դպրոցները մտնեն հին հնամաշ աթոռներ, սեղաններ, չգիտեմ տարբեր գույք, ինչպես մեր բժշկական կենտրոններում թույլ չենք տալիս որ մտնի հին հնամաշ գույք, այնպես էլ մեր բանակը պետք է ունենա միայն նոր եւ գործարանային արտադրության սպառազինություն եւ վաղը դուք կտեսնեք վաղը չեմ ուսորը դուք կտեսնեք նոր համազգեստով բանակ նոր համազգեստ եւ դաշտային նոր համազգեստ եւ տոնական նոր համազգեստ եւ մենք կտեսնենք նաեւ մենք այսօր արդեն տեսնում ենք ցավոք սրտի մենք ամրացված շրջանները տասնյակ ամրոց, մի քանի տասնյակ ամրոցները, որ հանրապետության տարբեր սահմանային հատվածներում կառուցված են, մենք դա չենք կարող բերել հանրապետության հրապարակում ցուցադրել, բայց այսօր մեր սահմաններին մի քանի տասնյակ ամրոցներ են կառուցված, որոնք փոխելու են ընդհանրապես եւ փոխել են արդեն Հայաստանի պաշտպանունակության վիճակը, ավելին ասեմ, Մայիսի 28-ից զորահանդեսին ցուցադրվելու են լրիվ նոր օտարերկրյա արտադրության գեր ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության արտադրության գեր ժամանակակից սպառազինության տեխնիկա, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, եւ ես համոզված եմ դուք հպարտություն եք զգալու այդ զորահանդեսը տեսնելով։ Մենք 2021 թվականին Երբ որ մենք ասում էինք, որ մենք կրճատելու ենք ժամկետային զինծառայության ժամկետը եւ անցում ենք կատարելու դեպի պրոֆեսիոնալ բանակ, մեզ ասում են, «Էս ի՞նչ է, ոնց է դա անհնար է դա»։ Այսօր դա տեղի է ունենում, որովհետեւ մենք այլևս ունենք ժամկետային պրոֆեսիոնալ զինծառայողներ պաշտպան հայրենիք ծրագրով, որոնք զորակոչվում են բանակ 6 ամիս ծառայությունով վերապատրաստվում են, պայմանագիր են ստորագրում, դառնում են պայմանագրային, այսինքն պրոֆեսիոնալ, ատեստավորման իրանց տոկոսից կախված ստանում են 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ աշխատավարձ, մարտական հերթապահությունից դուրս քնում են իրենց տներում։ Եվ նաև ծառայությունը 5 ամյա ավարտելուց հետո 5 միլիոն միանվագ պարգևավճար են ստանում։ Սա մեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման շատ կարևոր մի հանգրվան է եւ եթե նախկինում 18 տարեկան զորակոչիկի ծնողներն էին մտածում ոնց իրենց երեխեքին բանակում պահեն գուլպա եւ քաղցրավենիք ուղարկեն այսօր զինծառայողներն են իրանց ընտանիքները պահում որովհետեւ իրանք ստանում են երբեմն շատ ավելի բարձր աշխատավարձեր, քան իրանց ծնողները իրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ ստացել են։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները, երբ որ կոչում ստանան եւ աշխատանքի անցնեն բանակում,
2026 թվականի սեպտեմբերից ստանալու են բնակարաններ եւ նրանք այսօր 170,000 դրամ կրթաթոշակ են ստանում եւ սա բանակի բարեփոխման անկյունակարային իրադարձություններ եմ ես ձեզ ներկայացնում բազմաթիվ այլ իրադարձություններ էլ կարող եմ ներկայացնել բայց այս ամեն ինչը նշանակում է մի բան որ Հայաստանը անցում է կատարում պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային պրոֆեսիոնալ բանակի եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ նոր բանակ ունենալու առիթով եւ վաղը չեմ մյուս օրը բոլորիդ հրավիրում եմ տեսնելու այդ նոր բանակը համոզվելու նրա գոյության մեջ եւ համոզված եմ երբ որ դա տեսնեք այդ իրադարձությունը նշելու ցանկություն է առաջանալու եւ վաղը չեմ մյուս օրը հանրապետության օրը կրկնակի տոն է դառնալու Հայաստանի հանրապետությունում որովհետեւ ժողովուրդը տեսնելու է իր նոր բանակը նոր սպառազինությամբ նոր հնարավորություններով եւ Նաև Հայաստանի արտադրության սպառազինությամբ, որը արդեն իսկ արտահանվում է միջազգային շուկա։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է։ Եվ հույս ունեմ դուք բոլորդ կգաք եւ ձեր մասնակցությունը կունենաք այդ իրադարձությանը։ Բայց ժողովուրդ ջան, բանակը այն բանակը, որը մենք ստեղծում ենք, այդ բանակը պատերազմի համար չի ստեղծում։ Այդ բանակը ստեղծում է խաղաղության համար։ Որտեղ բանակի փիլիսոփայությունն է ամբողջությամբ փոխված եւ մենք ասում ենք որ Հայաստանի Հանրապետության բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ մենք բանակ կառուցում եւ զարգացնում ենք խաղաղության համար որովհետեւ ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը միշտ էլ գայթակղիչ է ագրեսիայի համար մենք մեզ նման բան թույլ չենք կարող տալ եւ մենք պատրաստվում ենք խաղաղության, մենք չենք պատրաստվում պատերազմի եւ թերևս ամենակարևոր առիթը բանակի բարեփոխումներին, սոցիալական բարեփոխումներին ես համոզված եմ դուք ոչ միայն լսել եք, այլև գիտեք, այլև ձեր կյանքում տեսնում եք մասնավորապես կենսաթոշակների բարձրացումը, դուք տեսնում եք առողջության ապահովագրությունը, 65+ տարիքի թոշակառուները այսօր օգտվում են առողջության ապահովագրությունից եւ վիրահատությունների են ենթարկվում, որոնք արժեն 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ եւ հեռանում են առանց մի լումա վճարելու։ Կա տենց բան, թե չկա տենց բան ժողովուրդ։ Եվ այդտեղ եմ ասում, մեր ժողովուրդը սովորաբար նոստալգիա է ունեցել խորհրդային միության ժամանակների, որովհետև ասում են, որ օրինակ պատճառներից մեկը դա էր, որ ասում են խորհրդային միությունում առողջությունը, առողջապահությունը անվճար էր։ Դե յուրե անվճար էր, բայց մենք բոլորս գիտենք, թե այդ անվճարի տակ մաղարիչների ինչ ինստիտուցիոնալ համակարգ էր գործում, ոչ մի բան էլ անվճար չէ։ Անվճար Այսօր առողջության ապահովագրության մասով, որովհետև առողջության ապահովագրությունից դուրս այդ ծառայություններ էլ կան, բայց այսօր մենք հարկ ենք համարում, կարևոր ենք համարում, որ մինչև 18 տարեկան երեխաների եւ 65+ տարիքի մեծահասակների նվազագույն առողջապահական կարիքների օգանք, նվազագույն առողջության ապահովագրությունը ծածկում է ընդհանուր երկրում արկա առողջապահական ծառայությունների շուրջ 30%, ընդամենը 30%, բայց դա ամենաշատ պահանջված 30%-ն է, ամենաշատ պահանջված 30%-ը, եւ դա նրանից է, որ մենք, այո, սա կարևոր սոցիալական փոփոխություն է եւ սոցիալական բարեփոխում է, բայց դա արտահայտություն է Հայաստանի Հանրապետության պետության սիրո իր քաղաքացիների նկատմամբ։ Ինչ ենք մենք դա անում, ժողովուրդ ջան, ինչ ենք մենք դա անում։ Մենք անում ենք, որովհետեւ սիրում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետությունում ասում է, որ քաղաքացին էլ սիրի իրեն պետությանը։ 2018 թվականից հետո սա է ամենակարևոր փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Պետությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին գնալով ավելի ու ավելի շատ է սիրում պետությունը։
Իշխանությունը սիրում է քաղաքացուն եւ քաղաքացին սիրում է իշխանությանը եւ այս սիրո վրա է հիմնված ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ։ Էսա պատճառը, որ Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք նախկինում երբեք չեն եղել։ Հայաստանի երկարամյա պատմության մեջ երբեք չեն եղել այն որակի դպրոցներ, որ մենք այսօր ենք կառուցում։ Երբեք չեն եղել այն որակի մանկապարտեզներ, որ մենք այսօր ենք կառուցում, երբեք չեն եղել այն որակի ճանապարհներ, որ մենք այսօր ենք կառուցում, եւ մենք այս ընթացքը շարունակելու ենք։ Հայաստանի Հանրապետությունը ձեր աչքի առաջ ծաղկում է եւ ձեր ձեռքերով է ծաղկում։